Բարև, ես ընկերներն եմ Think Engineering-ից ու այսօր միասին ստեղծում ենք Squid Game-ի վերջին խաղը։ Մենք կունենանք հետևյալ տեսքը։ Երբ որ սեղմենք դրոշակին, կունենանք preview, սեղմենք play, կունենանք 3 խաղ։ Այսօր ստեղծելու ենք երրորդը հենց։ Space-ով, այսինքն բացատով կարող ենք թռչկոտել, նաև ունենք բլոկներ, պետք է զգույշ լինենք, որ չընկնենք ներքև։ Խաղի սկզբում, եթե ուշադիր լինեք, բլոկների գույները կամ որ փոփոխվում են, որոնք որ փոփոխվում են, նշանակում է, որ նրանք կարծր չեն, այսինքն ամուր չեն, եթե կանգնենք նրանց վրա, կջարդվեն։ Հիմա պետք է զգուշորեն, ահա, էլի չստացվեց, բախներս չբերեց։ Պետք է զգուշորեն անցնենք, ահա, այս անգամ սրա վրա կարող ենք թռնել եւ եթե հասցնենք, վերջինի վրա էլ կարող ենք թռնել։ Չհասցրեցինք, ինձ լավ խաղացող դուրս չի գա։ Դե գնացինք։ Եթե դու չես սարքել նախորդ մասերը, ապա գնում ես մեր YouTube-յան էջ, գտնում ես այնտեղ Squid Game-ի նախորդ հատվածները եւ սկսում ես սկզբից սարքել, որովհետեւ մենք օգտագործելու ենք նախորդ խաղերը։ Անպայման կսեղմես remix կոճակին, ներքևում կտեսնես հղումը, կսեղմես remix կոճակին, որպեսզի հանկարծ չկորի քո խաղը եւ պահպանվի քո մոտ։ Սկսենք game jump-ի հրամաններից, երբ որ սեղմում ենք play, մեր game jump-ը աջ ներքև է անկնում, պետք է երևա։ Հետևաբար դնում ենք, երբ դրոշակը սեղմված է իրադարձությունների բաժնից, տեսք բաժնից թաքցնել, այնուհետև երբ որ ստանում ենք start, նրան պետք է ցույց տանք։ Ցույց տալը վերցրեցինք, իրադարձությունների բաժնից վերցրեցինք, երբ ստանում եմ start, նա կերևա, ահա, եւ նրա տեղը ֆիքսենք։ Շարժ բաժնից գնա դեպի XY։ Այնուհետև, երբ որ սեղմենք նրա վրա, նախ նա պետք է էլի ունենա անիմացիա, ինչպես մնացած երկուսը, եւ մենք սկսենք մեր խաղը։ Անիմացիայի համար գրում ենք անվերջ, եթե ապա այլապես, ընկալում բաժնից հպվում է մկնիկի ցուցիչ, տեսք բաժնից վերցնում ենք չափսը, սկզբից դնում ենք 0, ինչպես նախորդների մոտ, եւ նաեւ վերցնում ենք փոխել չափսը 10-ով։ Հաշվարկ բաժնից վերցնում ենք հանածը եւ բաժանած նշանները։ Այնուհետև գնում ենք հետ տեսք բաժին, վերցնում ենք մեր չափս փոփոխականը, ահա, եւ գրում ենք 30-ից հանած չափս բաժանած 4, էլի սահուն անիմացիայի համար է։ Կրկնօրինակ ենք հրամանը դնենք այլապեսի մեջ եւ սարքենք 25, որպեսզի նույն էֆեկտը ստացվի։ Կարող եք նաեւ ընդդեղից կոպի անել, պատճանել, բերել այստեղ։ Այնուհետև գրում ենք սեղմելու հրամաններ, երբ որ սեղմենք, մեր խաղը սկսվի։ Գնացինք իրադարձություններ բաժնից, երբ այս կերպարը սեղմված է, իրադարձություններից էլի հաղորդել հաղորդագրություն, game over-ը փոխարինում ենք, նոր հաղորդագրություն, start jump game։ Երբ որ jump game-ը սկսվեց, նա թաքնվում է տեսք բաժնից թաքցնել։ Նաև հիշեցնեմ, որ պետք է մյուս երկուսն էլ թաքնվեն։ Հետևաբար մյուս երկուսի մոտ միանգամից ավելացնում ենք, երբ ստանում եմ իրադարձությունների բաժնից, երբ ստանում եմ start jump game, տեսք բաժնից թաքցնել, game doll-ի մոտ էլ ավելացնենք, երբ ստանում եմ իրադարձությունների բաժնից start jump game, տեսք բաժնից թաքցնել։ Ահա։ Այնուհետև նաև կարող ենք գրել jump game-ի հրամանի մոտ, որ մնացած երկու խաղերի ընթացքում էլ նա թաքնվի։ Էլի իրադարձություններ, երբ ստանում եմ game over, սարքում ենք start doll game տեսք բաժնից թաքցնել եւ եկեք կրկնօրինակենք նրան։ Եկեք կրկնօրինակենք եւ դարձնենք, երբ ստանում եմ honey comp game, նույնպես թաքցնել։ Տեսք բաժին, play, սեղմեցինք, թաքնվեցին բոլորը։ Եկեք մնացած խաղերն փորձենք, ահա, մի հատ էլ առաջինը փորձենք։ Ընտիր աշխատում է։ Երբ որ սեղմում ենք արդեն մեր կերպարի վրա, ապա մեր խաղը սկսում է։ Մեր գլխավոր հերոսը կլինի Ջեյմին, բայց Ջեյմին լինելու բլոկների վրա։ Հետևաբար գրում ենք բլոկների հրամանները։ Գնացինք բլոկների մոտ, կապույտ գույնի այսպիսի կերպար է։
Բլոկները հայտնվելու են նույն բարձրության վրա տարբեր հեռավորությունների վրա եւ Ջեյմին պետք է ցած կոտելով անցնի մինչեւ աջ եզրը։ Ամեն անգամ բլոկները ստեղծվելուց ստեղծվում են նույն բարձրության վրա, բայց մի քիչ տարբեր հեռավորություններով։ Ջեյմին պետք է լուրջ որոշում կայացնի, որ հասկանա որ բլոկի վրա ցատկի, որովհետեւ ամեն անգամ բլոկի տեսակը փոխվում է։ Կան բլոկներ, որոնք կոտրվում են, կան բլոկներ, որոնք ամուր են։ Խաղացողը պետք է ուշադիր լինի, որովհետև ամուր բլոկները ջարդվող բլոկներից տարբերվում են գույնով, եւ դա երևում է միայն խաղի ամենասկզբում։ Ոնց ենք դա անում։ Գրում ենք բլոկների մոտ, որ խաղի սկզբում նրանք չերևան, այսինքն էլի իրադարձություններ բաժին։ Դրոշակ, տեսք բաժնից թաքցնել։ Այնուհետև բլոկները երևում են, երբ որ մեր խաղը սկսվի, բայց բլոկները նաև ունենալու են կրկնօրինակներ, որ մի քանի հատ բլոկ լինի։ Ինչպես ենք այդ հատվածը անում։ Գնացինք իրադարձություններ բաժնից, երբ ստանում եմ start jump game, մեր բլոկին ցույց կտանք։ Այնուհետև կտանենք ետևի շերտ, որովհետև նա բլոկ է։ Առաջի շերտում պետք է Ջեյմի լինի հենց։ Ֆիքսենք նրա տեղը, հենց կարող եք վերցնել իմ բլոկը եւ տանել նրան ձախ, մոտավորապես այստեղ։ Ֆիքսենք բլոկի տեղը, նենց ենք անում, որ ձախ եզրին կպնի մեր այս հիմնական բլոկը։ Շարժ բաժնից գնացինք, վերցնենք գնալ դեպի հրամանը, ֆիքսենք նրա տեղը։ Այնուհետև, երբ որ կրկնօրինակը ստեղծվի, նա ստեղծվելու է ավելի աջ։ Ստեղծենք կրկնօրինակ կառավարում բաժնից։ Եվ պետք է մնացած բոլոր կրկնօրինակները նրա կողքը լինեն։ Հետևաբար, եթե նա այստեղ է, եկեք սեղմենք այս հրամանի, կրկնօրինակը տանում ենք աջ, մի փոքր, եւ ֆիքսում ենք նրա տեղը շարժ բաժնից։ Եկեք դնենք x-ը, որ y-ը նույնը լինի, բարձրությունը նույնը լինի, x-ը այսպես։ X-ը դնում ենք մոտավորապես -132։ Այնուհետև փորձարկենք ինչ է տեղի ունենում։ Play, գնացինք, ահա, երկու բլոկները ստեղծվեցին, օրիգինալը եւ կրկնօրինակը։ Կրկնօրինակները ստեղծվելուց պետք է ստեղծվեն արդեն ավելի աջ։ Հետևաբար դնում ենք կրկնել եւ եկեք դնենք 5, այսինքն եւս 5 կրկնօրինակ է մեզ պետք։ Այնուհետև նորից ստեղծել եմ կրկնօրինակը կառավարում բաժնից եւ նա պետք է ամեն անգամ տարբեր հեռավորությունների վրա ստեղծվի։ Հետևաբար փոխում ենք նրա x-ը, այսինքն օրիգինալի x-ն ենք փոխում, որպեսզի կրկնօրինակը ճիշտ տեղում ստեղծվի։ Փոխել x-ը եւ եկեք դնենք պատահական թիվ հաշվարկ բաժնից, օրինակ 70-ից մինչև 100։ Փորձարկենք։ Ահա։ Վերադառնանք փոփոխականին, այստեղ ստեղծեցինք բլոկ փոփոխականը, որը վերևում երևում է մեր մոտ, եւ այս փոփոխականը մեր մոտ կլինի միայն այս կերպարի համար, չեք մոռանում։ Այնուհետև նկատենք, որ ամեն անգամ մեր բլոկները տարբեր հեռավորությունների վրա են ստեղծվում, հիմա պետք է անենք, որ նրանք տարբեր տեսակի լինեն։ Հետևաբար այս բլոկ փոփոխականը պետք է օգտագործենք։ Դրեցինք մեր բլոկ փոփոխականը մինչև կրկնօրինակը դեռ 0 է։ Ամեն անգամ, երբ որ կրկնօրինակները ստեղծվում են, պետք է նրա բլոկի արժեքը փոփոխվի, ասենք թե 1-ից մինչև 30-ը։ Նախնական տենց դնենք։ Այսինքն դնում ենք բլոկը, պատահական թիվ 1-ից մինչև 30-ը, ցանկացած թիվ։ Այնուհետև մենք ամեն անգամ ստուգում ենք։ Նայում ենք, եթե օրինակ բաժանում ենք 3-ի եւ նրա մնացորդը 1 է, ապա նա ջարդվող է, եթե ոչ, ապա ամուր բլոկ է։ Դա նշանակում է, որ ամեն երրորդը կլինի ջարդվող։ Հավանականությունը, որ ջարդվողը 30%, եթե ուզում եք բարդացնել, կարող եք դնել 50% օրինակ։ Եթե երկուսի չի բաժանվում, ապա ջարդվող է, եթե բաժանվում է, ուրեմն ամուր է։ Գրեցինք, երբ սկսում եմ որպես կրկնօրինակ կառավարում բաժնից, եթե կառավարում բաժնից հաշվարկ բաժնից վերցնում ենք հավասարեն եւ մնացորդը։ Փոփոխական բաժնից վերցնում ենք բլոկը եւ գրում ենք, եթե մեր բլոկը բաժանվում է 3-ի,
եւ նրա մնացորդը 0 է, այսինքն իդեալական բաժանվում է 3-ի, ապա նա պետք է լինի ամուր, նրա գույնը կփոխենք։ Գրեցինք։ Կիրառել գույն էֆեկտը։ Եկեք սկզբում գույն էֆեկտը կիրառենք 50-ով, այնուհետև սահուն նա հետ գա իր սկզբնական գույնին, այսինքն կրկնել կառավարում բաժնից 25 եւ էլի տեսք բաժնից փոխել գույն էֆեկտը եւ դնում ենք -2, այսինքն կլինի հետեւյալ տեսքը աչից նկատեցինք, որ մեր բլոկը փոխվեց։ Նորից փորձարկենք, ահա մի քանի բլոկներ կան, որ գույները փոխում են, նկատեցինք, մի հատ էլ, ահա։ Անցնենք Ջեյմիի հրամաններին, հետո կվերադառնանք հետ, որպեսզի հասկանանք արդյոք ինքը ճիշտ բլոկի վրա է կանգնել, թե ոչ։ Ջեյմիի մոտ ավելացնում ենք նրա ցատկելու հրամանները։ Գնացինք։ Բլոկների մոտ անջատենք նրա այս փոփոխականը, որպեսզի մեզ չխանգարի, այնուհետև գնանք Ջեյմիի մոտ, որ գրենք նրա հրամանները արդեն։ Ջեյմիի մոտ այս հրամանները եկեք տանենք դեպի այստեղ, որ մեզ չխանգարի եւ գրեցինք։ Երբ որ մեր վերջի խաղը սկսվում է, այսինքն իրադարձություններ բաժնից, երբ ստանում եմ նոր հաղորդագրություն start game jump, մեր Ջեյմին արդեն պետք է երևա, հետևաբար տեսք բաժնից վերցնում ենք ցույց տալ։ Ջեյմին կլինի նրա սովորական Ջեյմի B զգեստով, տեսք բաժնից էլի վերցնում ենք զգեստը, Ջեյմի B, փոխեցինք, այնուհետև դնում ենք այստեղ, դնում ենք, որ մեր կերպարը հայտնվի այս կոորդինատում, ֆիքսենք նրա կոորդինատը, իջացնենք նրան ներքև, որ կանգնի մեր բլոկի վրա հենց։ Դնում ենք գնալ դեպի շարժ բաժնից, ուշադիր ենք լինում, որ դրոշակը անջատած լինի, որ ամեն ինչ ճիշտ աշխատի։ Գնալ դեպին, ուղղությունը դեպի աջ, որովհետև մեր Ջեյմին դեպի աջ է գնալու, էլի շարժ բաժնից ուղղություն, այնուհետև սկսում ենք մեր հրամանները, երբ որ սեղմենք աջ, նա կգնա աջ, երբ որ բացատին սեղմենք, նա կցատկի։ Գնացինք անվերջ, եթե կառավարում բաժնից էլի, ընկալում բաժնից վերցնում ենք բացատ ստեղնը սեղմված է, այնուհետև բացատը սարքում ենք աջ սլակ և շարժ բաժնից վերցնում ենք փոխել x-ը 10-ով, 10-ը կփոխարինենք 5-ով, որպեսզի շատ արագ չգնա։ Այնուհետև պետք է ստուգենք, արդյոք նա մեր բլոկի վրա է, այսինքն պլատֆորմայի վրա է, որ նա թռիչք կկատարի կամ չկատարի։ Եկեք դա առանձին գրենք, առանձին երբ ստանում եմ start jump game-ի մոտ, գնացինք, երբ ստանում եմ start jump game, սա նրա համար ենք գրում առանձին, որ իրար չխանգարեն հրամանները, որ զուգահեռ կատարվեն, որ կարողանա համ աջ գնալ, համ ցատկել։ Կառավարումից անվերջ, եթե ապա, և ստեղ ստուգում ենք, որ և նա պետք է կպած լինի մեր բլոկին, և բացատը սեղմենք։ Այսինքն գնում ենք հաշվարկ բաժին, գտնում ենք և, դրեցինք եթե ապայի մեջ, այնուհետև ընկալում բաժնից վերցնում ենք հպվում է, մկնիկի ցուցիչը փոխարինում ենք մեր բլոկով և մյուս կողմից էլ դնում ենք բացատ ստեղնը սեղմված։ Այնուհետև նա պետք է թռնի։ Դրա համար պետք է սարքենք փոփոխական, որպեսզի նա սահուն բարձրանա վերև և իջնի։ Փոփոխական բաժնում ստեղծում ենք փոփոխական, անունը ենք gravity։ Այսինքն ձգողության ուժ։ Gravity-ին արժեք ենք տալի 15 նախնական։ Այնուհետև նա սահուն պետք է բարձրանա, հետևաբար դնում ենք կառավարում բաժնից կրկնել 10, այնուհետև շարժ բաժնից վերցնում ենք փոխել y-ը, որպեսզի բարձրանա վերև, և y-ը կփոխենք gravity-ով։ Բայց տվյալ պահին ինքը սահուն չի բարձրանա, որովհետև մեր gravity-ն հստակ 15 թիվն է։ Մենք պետք է ամեն անգամ, երբ որ բարձրանա, gravity-ն փոփոխենք, որովհետև երբ որ ինչ-որ մի բան օդ ենք շպրտում, այն գնալով դանդաղում է։ Հետևաբար, մեր gravity-ն է պետք է գնալով փոքրանա։ Եվ ամեն անգամ, երբ որ մեր y-ը փոխվում է gravity-ով, պետք է gravity-ն էլ փոխենք -1-ով,
Այսինքն նա սկզբից 15-ով կբարձրանա, հետո 14-ով, 13-ով, 12-ով եւ այդպես 10 անգամ։ Թռիչքի մասը մեր մոտ ստացվեց, բարձրացավ վեր, հիմա պետք է իջնի ներքև։ Գրում ենք առանձին հրամաններով, երբ ստանում եմ start jump game, այնուհետև անընդհատ ստուգում ենք։ Եթե նա կպած չի բլոկին, նա պետք է ընկնի ներքև։ Գրում ենք, եթե կառավարում բաժնին, հաշվարկից վերցնում ենք ոչ հրամանը, եթե չի հպվում բլոկին, ընկալումից վերցնում ենք, հպվում է մկնիկի ցուցիչ, սարքում ենք բլոկ, ապա եթե չի հպվում, պետք է ընկնի ներքև, փոխում ենք Y-ը, շարժ բաժնից փոխել Y-ը և սարքում ենք gravity։ Gravity-ն փոքրացնում ենք, այսինքն փոխել gravity -1-ով։ Անցնենք առաջ, որ աճ գնալուց նրա զգեստները փոխվեն ոտքերի։ Դա արդեն գրել էինք Jamie-ի մոտ, կարող ենք ուղղակի copy անել։ այս հրամաններն։ Երբ start doll game-ն է սկսում, ապա այս զգեստի թվերը նրան պետք է փոխվեն։ Սա կրկնօրինակ տեղափոխենք։ Եկեք առանձին անվերջի մեջ դնենք և իրադարձություններ բաժին, երբ ստանում եմ start jump game։ Կրկնօրինակելուց հետո նրան տեղափոխում ենք մեր այս gravity հետ կապված բլոկը, այնուհետև գրում ենք, որ եթե այս հրամանները պետք է կատարվեն միայն այն ժամանակ, երբ որ մենք սեղմում ենք աջ ստեղնին, հետևաբար կառավարումից վերցնում ենք եթե, ապա ընկալումից վերցնում ենք աջ ստեղնը սեղմված է, այսինքն բացը փոխարինում ենք աջով, և այս ամբողջ հրամանները տեղադրում ենք իր մեջ, բայց նկատենք, որ երբ որ աջը սեղմենք, նա պետք է փոխի զգեստները, այլապես պետք է իր հին զգեստներին մնա, այսինքն եթե ապան փոխարինում ենք, եթե ապա այլապեսով, կառավարումից, եթե ապա այլապես, աջ սլաքը սեղմված է, այս գործողությունները կատարվում են, եթե ոչ, ապա տեսք բաժնից վերցնում ենք զգեստը Jamie B, որպեսզի նա կանգնած մնա։ Ահա, այսպիսի արդյունք ստացվեց մեր մոտ, եկանք աջ, նա քայլում է, և վերջ։ Փորձում ենք հաջորդը։ Դնում ենք բլոկների հրամանները և նաև պետք է վերադառնանք մեր ետնապատկերին, որ երբ որ մեր Jamie-ն ընկնի ներքև, նրա համար խաղը ավարտվի, երբ որ ասնի աջ եզրին, նա խաղը ավարտի հաղթանակով։ Դեռ կվերադառնանք Jamie-ին։ Գնանք բլոկների մոտ և ավելացնենք համապատասխան հրամանները։ Պետք է ստուգենք, եթե Jamie-ն կանգնած է բլոկի վրա, որը կայուն չէ, այսինքն ամուր չէ, ապա պետք է այդ բլոկը անհետանա։ Դրա համար գրում ենք, երբ սկսում եմ որպես կրկնօրինակ կառավարում բաժնից, բլոկի մոտ արդեն, անվերջ, էլի կառավարում բաժնից, և եթե ապա, եթե նա կպնում է Jamie-ին և նրա համարը օրինակ կենտ է, հետևաբար նա ամուր բլոկ չէ։ Այսինքն վերցնում ենք Եվա հաշվարկ բաժնից, վերցնում ենք միանգամից այս մնացորդը, որ օգտագործել էինք նախորդ անգամ, և հավասարի նշանը միանգամից վերցնենք, որ տեղադրենք։ Հավասար, մեջը դնում ենք մնացորդ և այս ամբողջը դնում ենք Եվի մեջ։ Հաշվարկ բաժնից վերցնում ենք բլոկը, gravity-ն կարող ենք անջատել, նա մեզ պետք չի, բլոկը և գրում ենք, եթե բլոկը բաժանենք 3-ի և նրա մնացորդը լինի օրինակ 1, այսինքն չի բաժանվում 3-ի և մնացորդով է, ապա ստուգում ենք, որ նա նաև պետք է հպվի մեր Jamie-ին, կգրենք հետևյալը, որ եթե նրա մնացորդը 0 է, այսինքն նրա գույնը փոխվում է, հետևաբար նա կայուն չէ, պետք է նրա վրա չկպնել, նրան չկպնել առհասարակ, դնում ենք, որ նա ջնջվի, որ երբ որ մնացորդը 0 է և կպնի Jamie-ին, նա ջնջվի, կառավարում բաժնից,
ջնջել այս կրկնօրինակը։ Փորձարկենք, play, նայում ենք, հենց առաջինը փուստ գնաց մեր մոտ, այսինքն մեր բլոկը եկեք սկզբից դնենք 1, որ առաջինը միշտ լինի կայուն։ Play, առաջինը կայունը, մենակ այս մեկն է անկայուն, նկատեցինք, եկանք, կպանք, ահա, նկատեցինք, որ Ջեյմին ընկավ, նորից փորձարկենք, այս անգամ բոլորը կայուն էին։ Եթե չեք ուզում, որ բոլորը կայուն լինի, ավելի բարդացնում ենք մեր խաղը, ապա կարող ենք այս երկու տեղերում փոխել թիվը։ Օրինակ դնենք 2, փորձարկենք, նկատենք, որ երկուսը անկայուն են։ Ահա։ Գնացինք առաջ։ Եկեք փոխենք ետնապատկերը, բեմի մեջ դնում ենք հրամաններ, երբ ստանում եմ Start Jump Game, նրա ետնապատկերը փոխարինվի այս gray ետնապատկերով։ Տեսք բաժնից վերցնում ենք ետնապատկերը gray։ Փորձարկենք, ինչ ստացվեց։ Ահա, այսպիսի տեսք պետք է ունենանք։ Այնուհետև, երբ որ մեր Ջեյմին գագահասնի մեր այս վարդագույն հատվածին, նա պետք է հաղթի։ Հետևաբար Ջեյմիի մոտ կգրենք, որ երբ ստանում ենք Start Game-ը, Start Jump Game-ը, նա անընդհատ ստուգի։ Եթե ընկալում բաժնից վերցնում ենք գույնը, հպվում է գույնին, գույնը կդնենք մեր այս վարդագույն գույնը և կդնենք, որ մեր խաղը հաղթենք։ Իրադարձությունների բաժնից հաղորդել հաղորդագրություն, winner, բայց նաև գրում ենք, որ եթե ներքևի սևին կպնի, ապա պետք է պարտվի։ Կարող ենք կրկնօրինակել և գրենք, որ եթե հպվի սևին արդեն հաղորդել հաղորդագրություն, game over։ Հա, պետք է գրենք հաղորդել հաղորդագրություն և սպասել։ Չենք մոռանում։ Նույնն էլ այստեղ փոխենք։ Այստեղ game over դնենք ներքևում, վերևում դնենք winner։ Փորձարկենք, եկանք, կպանք, զգույշ թռնում ենք։ Նկատենք, որ մեր մոտ փոքրիկ բագ կա։ Ահա, այսպիսի տեսքով։ Սա նրանից է, որ մեր խաղերի ետնապատկերը վարդագույն է, նաև մեր այս աջ կողմի գույնն էլ է վարդագույն։ Եկեք այստեղ սկզբից դնենք սպասել մի փոքր, ասենք թե 0.2 վայրկյան, որպեսզի միանգամից չստուգի։ Սպասի մինչև ետնապատկերը փոխարինվի, նոր սկսի։ Ահա, այս անգամ արդեն բարդ կլիներ անցնելը։ Նորից play, հիմա կարող ենք անցնել սա և սա էին մեր մոտ ոչ կայունները։ Ահա։ Հաղթանակ։ Նաև ավելացնում ենք instructions-ը, կարող ենք կրկնօրինակել և ավելացնում ենք jump game, դիմացը թողում ենք, honeycomb game-ը դարձնում ենք jump game, ժամանակն էլ դնում ենք 30 վայրկյան։ Ավելացնենք նաև մեր ձայները և ավարտենք խաղը։ Ձայները ավելացնում ենք մեր այս jump game կերպարի մեջ։ Երբ որ սեղմում ենք մեր կերպարին, այստեղ ձայներում մենք ունենք համապատասխան երգի ձայնը։ Ձայն բաժնից գնում ենք դադարեցնել բոլոր ձայները, եկեք այսպես անեմ, որ հարմար լինի, որ նախորդ բոլոր ձայները դադարեն և սկսում ենք ձայնը Squid Game Murder։ Ահա, փորձարկենք։ Այստեղ շանս չունեինք։ Այստեղ են բարդ ստացվեց։ Մի հատ էլ ունենք փաստորեն։ Այստեղ էլ մեր մոտ վարդագույն գույնը, էլի նույն գույնն է, ինչ որ սա։ Նաև եկեք ավելացնենք, որպեսզի նա աջ տեղափոխվի, էլի առաջի 0.2 վայրկյանը, այսինքն վերևում դնում ենք սպասելու հրամանը, կառավարում բաժին, սպասել 0.2 վայրկյան։ Գնացինք։ 0.2 վայրկյան։ Դժա 2 վայրկյան։ Ահա, թող 2 վայրկյան չկարողանա աջ շարժվել։ Այսպիսի արդյունք ստացվեց մեր մոտ։
ահա։ Չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես մնացած հավես խաղերը, նաև սպասում եմ քո խաղին ներքևում։